Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Մարտի 6-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել մարտի 1-ի գործող մեղադրյալներ 2008 թվականին ոստիկանության Երևան քաղաքի վարչության բարեկապահակակետային գնդի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Մելքոնյանի, վերջինիս տեղակալ Վալերի Օսիպյանի, նույն գնդի վաշտի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Կարեն Մովսիսյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը։ Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը ազգային ժողովի նախկին պատգամավոր Հենրիկ Աբրահամյանը մարտի 9-ին հրավիրվել է գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով վարչություն։ Մարտի 6-ին համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է մեկ անձ վարվող տարան նետում ԱԱԾ կառույցի դարպասներին, հարուցվել է քրեական գործ։ Մարտի 6-ին տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի թիվ 44 եւ 46 շենքերի դալանում տղամարդու դի կա, ոստիկանները հայտնաբերել են տղամարդու դի սուր կտրող ծակող առարկայից ստացված հարվածի հետքերով։ Մարտի 7-ին տեղեկություններ են ստացվի, որ Երևանի Դարթաշենի կամրջի տակ երիտասարդ տղայի դիկա հայտնաբերվել է Երևանի բնակիչ 22-ամյա ԱԱԻ-դին։ Մարտի 8-ին շտապ օգնության խումբը Քանաքեռ 14-րդ փողոցից ծայրահեղձաներ վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի տղամարդու, բժիշկները հայտնել են, որ նրա վիճակը ծանր է։ Քննչական կոմիտեն բացահայտել է հանցավոր կազմակերպության կողմից կատարված առանձնապես խոշոր չափերով գողության դեպք։ Հիմնավորվել է, որ հանցավոր կազմակերպության անդամները 2026-ի մարտի 3-ին մեկնել են Սպիտակ համայնքի բնակավայրերից մեկը ապօրինի մուտք գործել բնակարան կատարելով առանձնապես խոշոր չափերով գողություն։ Հայտնաբերվել է ինչպես հափշտակված գողոնի մի մաս, այնպես էլ բնակարանային գողություն կատարելու, բնակարանի դռներ բացելու, միմյանց հետ կապ հաստատելու համար նախատեսված այլ իրեր ու առարկաներ 8 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մեկի նկատմամբ տնային կալանքն ու բացակայելու արգելքը։ Մարտի 2-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան մոլ առևտրի կենտրոնում գործող Carrefour սուպերմարկետից գողություն է կատարվել, այն կատարողները պատրաստվում են առևտրի կենտրոնից դուրս գալ։ Բաժին են տեղափոխվել Երևանի բնակիչներ 17-ամյա Սիրուշոն, 17-ամյա Մանեն եւ 19-ամյա Մարիամը։ Նրանց մոտ ոստիկանները հայտնաբերել են գողացված տարատեսակ սննդամթերք, կոսմետիկ միջոցներ ու կանացի պարագաներ։ Նրանք ձերբակալվել են։ Մարտի 8-ին Երևանի Բադալ Մուրադյան փողոցում բախվել են Nissan եւ Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները, 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Մարտի 6-ին Մղջյան գյուղում Երևան Դվին թիվ 471 երթուղին սպասարկող Ֆավ մակնիշի ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջված հայտնվել ջրատարում, 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Մարտի 5-ին Մանաձոր Դիլիջան ավտոճանապարհին 29-ամյա Էրիկն իր վարած ՈՒԱԶ 469 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ձնակույտին ու կողաշրջվել, 5 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Մարտի 7-ին Մայակովսկի ձորախբյուր ավտոճանապարհին բախվել են Nissan եւ Chevrolet մակնիշի ավտոմեքենաները, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Մարտի 7-ին Երևանի Թամանցիների փողոցում բախվել են 23-ամյա Մարտինի վարած Ford եւ Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Վալտերի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները, 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Մարտի 8-ին Երևան Մեղրի ավտոճանապարհին Ռուսաստանի քաղաքացի 36-ամյա Իվանո Վալենտինն իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 200 մետր մի քանի պտույտ գլորվելով, քարերի բախվելով գլխի վրա հայտնվել ձորակում, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Մարտի 8-ին Լոռու մարզի բնակիչ 21-ամյա Հայկն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևանի Թումանյան փողոցում բախվել է Հյուսային պողոտայի հարևանությամբ Հեծանիվի քաղաքային կայանատեղի համար նախատեսված անցման վայրի պատնեշին, դժվարներ չկան։ Վարորդը եղել է ոչ սթափ, վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։ Փետրվարի 26-ին ոստիկանությունը ահազանգ է ստացվել այն մասին, որ 2 օր առաջ ժամը 9:15-ից մինչև 9:35 նկատժամանակահատվածում անհայտ անձինք մտել են Կոտայքի մարզի Գողթ գյուղում գտնվող Գեղարդավանք եւ Գանձանակից հափշտակել մոտ 1 միլիոն դրամ։ Մեկնել են համայնքային ոստիկանության Գառնու բաժնի ծառայողները։ Պարզվել է, որ գողությունը կատարել են 56-ամյա եւ 55-ամյա տղամարդիկ, որոնք Գանձանակի դուռը բացել են հարմարեցված բանալիով, փոկել կապարակնիքը, հանել գումարը, ապա հետքերը թաքցնելու նպատակով սոսնձել են կապարակնիքը, վերականգնելով Գանձանակի տեսքը եւ դիմել փախուստի։ Համայնքային ոստիկանության Գառնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 28-ին 56-ամյա տղամարդը ձերբակալվել եւ խոստովանել է կատարածը։ Մյուս տղամարդը ձերբակալվել է մարտի 4-ին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հրազդան քաղաքի բնակիչ 42 եւ 47 տարեկան երկու տղամարդիկ կատարում են բնակարանային գողություններ։ Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց եւ նախապատրաստական որոշակի գործողություններից հետո իրացվեց քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ։ Փետրվարի 27-ին կեսգիշերից քիչ անց հերթական բնակարանային գողությունը կատարելուց հետո Հրազդանի Չարենցի փողոցում տղամարդիկ ձերբակալվեցին եւ իրենց վարած Ռենո Մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեցին Կոտայքի մարզային վարչություն։ Հատուկ պահպանվող տարածքում մեքենան կնիկվեց։ Երկուսն էլ կազմված փաստաթղթերով ներկայացվեցին Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Տղամարդիկ խոստովանեցին իրենց կատարած բնակարանային գողության 22 դրվագ։ Պարզվեցին նաև գողոնը պահելու վայրերը, իսկ վերջին դրվագով Հրազդանի Մաքրավան թաղամասում գողացվածը հայտնաբերվել է Ռենո Մակնիշի մեքենայում։ Պարզվել է, որ տղամարդիկ գողություններ են կատարել ոչ միայն Կոտայքի մարզում, մասնավորապես Հրազդան քաղաքում, Չարենցավանում, Աղավնաձորում, Առինջում, այլև Գեղարքունիքում, Լճապ, Չկալովկա եւ Նորաշեն գյուղերում։ Տարել են կենցաղային իրեր, էլեկտրական սարքեր ու տարբեր գործիքներ, խմիչքներ եւ այլն։ Դատարանի որոշմամբ երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել կալանքը, նախաքննությունը շարունակվում է։